Հրապարակ թերթը գրում է Գյումրու ավագանու առաջին նիստը կայանալու է ապրիլի 16-ին, այդ օրը քաղաքապետ են ընտրելու, 2 թեկնածու է առաջադրվելու։ Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակով առաջադրված Վարդան Ղուկասյանը եւ ՔՓ-ից Սարիկ Մինասյանը։ Եթե ֆորս մաժոր չլինի, քաղաքապետ կընտրվի Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերը հայտարարել են Ղուկասյանին սատարելու մասին։ ՔՊ-ն թեև չունի բավարար մանդատներ իր թեկնածուին անցկացնելու համար, բայց ՔՊԱ-ականները հայտարարել են, որ Սարիկ Մինասյանը եւս առաջադրվելու է Գյումրու ավագանին, ունի 33 մանդատ։ Համայնքի ղեկավար կընտրվի այն թեկնածուն, որը կստանա ավագանու անդամների ձայների մեծամասնությունը 17 ձայն։ Եթե որևէ մեկը չստանա 17 ձայն, քվեարկության երկրորդ փուլ կլինի։ Ժողովուրդ օրաթերթը գրում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնում ցանկանում է նշանակել Կորյուն Սերոփյանին, հաշվի առնելով, որ նա ունի գլխավոր դատախազի աջակցությունը, հենց նա էլ կդառնա վարչության պետ։ Նկատենք, որ ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործերով վարչության պետ է ցանկանում դառնալ Փաշինյանի իշխանության օրոք պաշտոնը ստացած, իսկ հետագայում կալանավորված գեներալ ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանի եւ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործերով մեղադրող դատախազ Կորյուն Սերոփյանը։ Հրապարակ թերթը գրում է Նաիրի բժշկական կենտրոնի աշխատակազմից մեզ պատմեցին, որ վերջին ամիսներին շաբաթը 2 անգամ Նիկոլ Փաշինյանն այցելում է ԲԿ վերականգնող սիստեմաներ ընդունում, իսկ հիվանդանոցի աշխատանքն այդ օրերին կատվածահար է լինում, կարելի ասել դադարեցվում է։ Մինչև VIP պացիենտին չեն սպասարկում ճանապարհում, հիվանդանոցի բնականոն աշխատանքը չի վերականգնվում։ Հրապարակ թերթը գրում է քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը եկած օրվանից կադրային ջարդ է սկսել, որն ակտիվորեն շարունակվում է նաև հիմա։ Վարչությունների բաժինների պետերն են փոխվել ՔԿ-ում։ Կոմիտեի մեր աղբյուրներն ասում են, որ ծագումով սպիտակցի Պողոսյանը բարձր պաշտոնների է նշանակում հատկապես իր համերկրացիներին, լոռեցիներին։ Օրեր առաջ ՔԿ տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ է նշանակվել Վաղինակ Մարտիրոսյանը։ Նա ծնունդով Վանաձորից է, աշխատել է ներքին գործերի նախարարությունում որպես ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության պետ։ Մարտիրոսյանը հանրությանը հայտնի է նախորդ տարվա մայիսին Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպից։ Քրեակատարողական նախագահի մեկ այլ որոշմամբ էլ իրեն խորհրդական է նշանակվել Գևորգ Խաչատրյանը, նույնպես Վանաձոր քաղաքից։ Նա 2023-ից 25 թվականներին Գազպրոմ Արմենիա ՓԲ-ի լոռու գազիֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղի գլխավոր հաշվապահն է եղել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է ապրիլի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստի ժամանակ ուշագրավ իրավիճակ է եղել։ Հանդիպման ժամանակ ՀԿ սեկտորի ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ այնինչ քննարկվում է կոռուպցիայի առնչությամբ, կարելի է ասել ջուր ծեծոցի է եւ առավել ճիշտ կլինի, որ այս պահին սկսեն քննարկել իշխանության ներսի ամենակարկառուն ներկայացուցիչ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կոռուպցիոն մեխանիզմների մեջ լինելու փաստը եւ քննել հենց նրա հարցը, սակայն Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ ընթացք չի տվել եւ որևէ ձևով չի արձագանքել այդ հայտարարությանը։ Նշենք, որ ըստ լուրերի Ավինյանի գլխին սև ամպեր են կուտակվել ու Փաշինյանը նպատակ ունի լրջորեն զբաղվել Ավինյանով։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթին հայտի դարձավ, որ ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի սահմանադրականության հարցով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի խորհրդակցական սենյակում բավականին լուրջ քննարկումներ են։ Ավելին մեզ հասած լուրերի համաձայն մասնագետները խորհրդակցական սենյակում հարց են բարձրացրել, որ օրենքը կիրառողների վերլուծություններն ու կարծիքները բավարար չեն, եւ այս առումով պետք է այդ օրենքը կիրառող դատարանների դատավորների կարծիքները եւս լինեն, որպեսզի Սահմանադրական դատարանն կարողանա վերջնական որոշում կայացնել։ Ուշագրավն այն է, որ Սահմանադրական դատարանն իր ողջ կազմով չի քննում ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության հարցը։ Ժողովուրդ օրաթերթը պարզեց, որ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի գործի քննության մասնակցությունը անհնարին է համարվել։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն որոշել է, որ Հրայր Թովմասյանը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ
հանդես եկող անձի նկատմամբ, ինչպես նաև նա գիտի կամ ողջամտորեն պետք է իմանա, որ ինքն անձամբ եւ իր մերձավոր ազգականատնտեսական շահ ունեն կապված վեճի էության հետ։ Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն ապօրինի գույքի բռնագանձման գործով գնացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Նշենք, որ այս գործի քննությունը Սահմանադրական դատարանում կասեցված էր 2023 թվականից։ Այս տարվա մարտի 25-ին Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ վերսկսել է գործի վարույթը։ Հիշեցնենք, որ ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության հարցը բարձրացվել է Ազգային ժողովի պատգամավորների 1/5 դիմումի հիման վրա եւ բարձրացվել էր ամբողջ օրենքի սահմանադրականության հարցը։ Գործի վարույթը վերսկսելու Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման մեջ նշվում է, որ ստացվել են գործով պահանջված ապացույցները եւ դրանց վերլուծության եւ ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ կասեցման հիմքերը վերացել են։ Նշենք, որ գործը Սահմանադրական դատարանում գրավոր ընթացակարգով է քննվել։ Զեկուցողը Սահմանադրական դատարանի փոխնախագահ Վահե Գրիգորյանն է։